Փետրվարի 6-ին ոստիկանության նոր Նորքի բաժնի ծառայողները վարչական շրջանի 9-րդ զանգվածում հետախուզական միջոցառումներ սկսեցին։ Սկիզբը ժամը 13-ին էր, ավարտը 1 ժամ անց։ Կասկածները նրանց տարան Ավան վարչական շրջան։ Այստեղ հետախուզական միջոցառումները հանգուցալուծվեցին։ Արդյունքներին շուտով կանդրադառնանք։ Տեղափոխվենք 9-րդ զանգվածի 17-րդ շենք։ Մուտքերից մեկն է։ Աստիճանահարթակին երեխայի արյան հետքեր են։ Փոքրիկը 102 բնակարանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել ոստիկանների ժամանումից րոպեներ առաջ։ Վնասվածքները ստացել է տանը։ Պայթած նռնակի ձայնը համայնքային ոստիկանության տեսուչը հեռվից լսելու հասել է դեպքի վայր։ Ներկայացնում է ավերված բնակարանը, որտեղից 4-ամյա մանկան հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև երեխայի 46-ամյա մորաքույրը։ Տեղափոխվենք ոստիկանության նոր Նորքի բաժին։ Նոր Նորքի ոստիկաններից րոպեներ պահանջվեց պարզելու համար նռնակը նետողի ինքնությունն ու բնակության հասցեն։ Շուտով հասցեով օպերատիվ խումբ մեկնեց։ Մելիք Գալստյանը բերման ենթարկվեց ոստիկանության նոր Նորքի բաժին։ Վայ, մամա Հեկեկացողը նույն ինքն է, 52-ամյա Մելիք Գալստյանը։ Նռնակները պատրաստելու, փետրվարի 6-ին Քենուտուն գնալու նպատակի, կնոջը սպանելու դիտավորության, նռնակի պայթյունով ավարտված պարզաբանումների եւ բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած Քենու դստեր հետ կատարվածի մասին լսենք նրանից։ 8 տարի է էսի, իմ կնիկ, ես կասկածանքի մեջ, ատենց, նռնակը ես անձամբ ես սարքել եմ բանից, արջիճից, որ մի օր հանցանքի վայրում բռնեմ ու տրաքացնեմ։ Ես իրան հետապնդել եմ։ Եթե քենիս աշխատանքի տեղն է, ուրեմն ինքը տանն է։ Եթե աշխատանքի տեղը չի, ուրեմն ինքը տանը չի։ Ուրեմն քարտը լևիա գնացե։ Տարա այն կողմ, ասի Անո ջան, ասի։ Հələ գրանատները մոտս էր, ասի Անո ջան, լավ բան չես անում էլի։ Ասում է բռնցրել ես ինձի։ Ապացուցի։ Ես ասեցի Անո, գցում եմ նռնակը։ Ինքը ասեց երեխուն չեմ դնի գետին, ասեց, գցում ես գցի։ Հետո որ սա ձեռս բանարի, ինքը սա ձեռիցս խփեց, այդ մի ձեռս մնաց, էսի գնաց, այդ ձախ ձեռինս գնաց։ Մեկ էլ տեսամ արդեն արունը ոտի տակից է թմա։ Մեր խումբը բժշկական կենտրոն հասավ, երբ Մելիք Գալստյանի ու կնոջ փետրվարի 6-ի հանդիպումից տուժած երեխային տեղափոխում էին այլ հիվանդանոց, ինտենսիվ բուժման։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Սպանության փորձի եւ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով Մելիք Գալստյանը ձերբակալված է։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 10, խարդախության 16 եւ յուրացման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Որպես անհայտ կորած որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ 1940 թվականին ծնված Զավեն Շուշանյանը, որը փետրվարի 2-ին ժամը 10:00-ի սահմաններում դուրս է եկել իրենց բնակարանից եւ տուն չի վերադարձել։ Շուշանյանի արտաքին տվյալներն են՝ հասակը մոտ 165 սանտիմետր, նիհարավուն կազմվածքով, մազերը սպիտակ, ձախ ուսին արկա է կնոջ պատկերով դաջվածք, ձախ ձեռքին, Զավեն գրառումով ռուսերեն դաջվածք։ Զավեն Շուշանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության բազումի բաժին 0322 50202 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Փետրվարի 5-ին Սվաճյան փողոցի բնակիչներից մեկը խորդանոցը մաքրելիս գտել էր հոր ինքնաձիգը, 2 փամփուշտատուփով, լիցքավորված 30 եւ 12 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով։ Գիտակից քաղաքացին զենք զինամթերքը տարել էր ոստիկանության Մալաթիայի բաժին։ Հայրս մի տարի է ինչ մահացել է, պատերազմի մասնակից է, Ղարաբաղյան զենքը իրենն էր, քանի որ իրենից վտանգ է ներկայացնում, որոշեցի հանձնեմ ոստիկանություն։ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ապօրինի զենք զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։ Փետրվարի 5-ին ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժինը Դինամո մարզական հասարակական կազմակերպությունում անցկացրեց մարտական եւ ֆիզիկական պատրաստականության հարցերին նվիրված սեմինար խորհրդակցություն։ Ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը ամփոփեց նախորդ տարվա արդյունքները, նշվեցին բացթողումներն ու դրանց վերացման ուղիները, կարևորվեց բոլոր ստորաբաժանումների ակտիվ մասնակցությունը մարտական եւ ֆիզիկական պատրաստությանը, քննարկվեցին նաեւ այս տարվա համար նախատեսված ծրագրեր։